Ժամանակ է խնդիրն Չէ, խլում ձեր ժամանակը գնացել։ Համեցեք եղբայր։ Ես Սերամատոսյան, Գախտած Լեռնային Ղարաբաղից։ Հա, եղբայր։ Ձեր պետական վարկոտուն եմ աղը, թոշակավորում կեիս։ Պետական ծրագրով։ Այո։ Հələ ինչքան եք ստացել հələ։ 10 միլիոն։ Տունը քանի սենյակ է։ 3։ Քանի հոգի եք դուք։ Ես եմ, կինս, աղջիկս, մեկը մի տղաս, հիմա մի տղաս կերևակ կալ, այսը պիտի գայելի։ Հիմա 1000 ներողություն։ 10 միլիոն դրամ ստացել եք, 3 սենյականոց տուն եք, առե 4 հոգով եք, այսինքն տղան առանձին է։ Այսինքն նորմալ լուծում է, կապանում եք առե։ Այո։ Կապանը մեր ամենաքաղաքային միջավայրը, էլի մեր քաղաքն է, այսինքն հիմա որ ասում են այդքան բան է, խնդրահարույց է, բայց շատ կոնկրետ է, խնդրեմ շարունակեք, ինչ լուծում։ Ուզում ասել, ինքնիչս հինա շիֆերային վիճակում է, հիմա ուզում եմ փոխեմ, թոշակալում, չեմ կալում։ Ինչի։ Գումարը չի եկում, թոշակալում էր, գումարը փոխել եմ ժեշտ է, պետք է, գենա, Դե բան է, առանձնատուն է, թե շենք։ Առանձնատուն է։ Առանձնատուն է։ Գինս դե ավատին է մասում, եկոտով։ Դե հիմա գիտեք ինչ ընտրական շրջանը մենք նյութական թեմաներին չեմ կարող դեն շատ մանրամասն բան անենք, անդրադառնանք, էլի հիմա դրա համար չեմ կարող ոչ մի բան ասել։ Ուզում ասեմ, շալախեն թողել իչ դա ճիշտ նա։ Հարգելիներս, մենք Ղարաբաղի մեր ձեր կողքին ենք ըլմեն։ Այսինքն հիմա կոնկրետ օրինակա նախ շնորհակալություն որ եկաք, որովհետև կոնկրետ օրինակով ցույց տվեցիք, որ ընտանիքա, որը տուն առել է, շատ լավ տանիքա կնորոգվի, պատակը նորոգվի, բակը կբարեկարգվի, բայց հիմա հարկում կբարեկարգի բակը հետ։ Մինեք մի հասել։ Էն էլ կա։ Ջուլբուղը եկա ջուլուս քաշել, ներքև ջուլ մագիստրալ քաշել, այս պատպորից տակը բետոն եղա, քանդել է։ Հիմա այդ մասը ես հետ կանգան, բայց հողը գնում է։ Միջոց էլ աչքեսը մի տարի աղու։ Դե այդ տեսեք դուք այն օրինակն եք ասում, որ ասում են, որ մի հարց լուծում ես, դրանով ոչ թե հարցերը ավարտվում են։ Չէ, ուզում ասել, հիմա մի հարց լուծվել է, տուն չունեիք, այդ տուն չունենալու, հիմա տուն ունեիք, տանիքի հարցը կա։ Այդ չեմ ասում, մի քանի անգամ դիմել եմ ճիշտ ասած։ Եղբայր, հիմա ընտրական շրջանը չեմ կարա նյութական թեմաներով բան խոսեմ։ Եվ Հետո առիթ կլինի համայնքը տարբեր սոցիալական ծրագրերով եւ այլն հույս ունեմ տարբեր ծրագրերը կհասնեն։ Ուրախ եմ կրկին հանդիպում։ Ուրախ։ Ես անցած անգամ հանդիպել եմ քեզ։ Հա։ Գյուղում չփշուլպեն ճակատենում գոմը պատրաստել էի նամակը փոխանցեցի երկու անգամ ինձ կանչել են էկոնոմիկայի նախարարություն մայիսի 22-ին, 1 սեպտեմբերի 23 Ես այնտեղ հանդիպել եմ ծրագրի։ Ուրա Նարեկը Գրիգորյան։ Տեսեք կապանում են ասում սեպտեմբեր։ Ես բաց բան չասեցի։ Չէ, եղբայր։ Մեր падգամավորներից մեկը ասում է սեպտեմբեր։ Բանի ընդդիմությունը հետևից հանգե թե բա դու ասում ես սեպտեմբեր, դու ասում ես սեպտեմբեր, ինքն էլ ասում է գավառում ասում են սեպտեմբեր։ Դե ինչ որ ասել։ Չէ, նորմալ է, բարբառա դա, նորմալ մեր լեզուն։ Հա։ Երկու անգամ կանչել են այդ ծրագրի համար էլ որ ես մեծ գոմ եմ սարքել, շատ մեծ 100 խոշորի համար։ 100 խոշորի համար։ Ինչ նախնդիրը բա։ Բանը առաջան կանչեցին, ասեցին իրանց ներկայացուց չուղարկեցին եկավ գոմը։ Հիմա հետ վճար ստանալու հարցն է, հա, երբ։ Հետ ոչ մի կոպեկ պետական աջակցություն ես չեմ ստացել։ Ես իմ ուժերով կառուցել եմ։ Ինչ նախնդիրը բա։ Հիմա խնդիրը այն է, անցած անգամ եմ ասել, որ հողը вообще վիճակի չսարեն մեր նորից կացարան եմ սարքել, տեղ եմ սարքել, այդ անասուն որպեսզի պահելու համար հողը պետք է մշակվի։ Ես որ իմ հողը մշակեմ, ես շատ լավ։ Ձեր ազգանունը ի՞նչ է։ Իմ ազգանունը Դավթյան Անդրուշա է։ Պարոն Դավթյան, խնդիրը ի՞նչ է, որ ակնկալում եք, որ էկոնոմիկայի նախարարությունը պետք է լուծի։ Մի քիչ ասեց դոնոր կազմակերպություններով մենք ձեզ օգնելու ենք, մի տարի այսօր վաղը ինչ ծրագիր կա տենց։ Պարոն վարչապետ, հիմա ունենք հետևյալ ծրագրերը, եթե 30-ից 40% հետ վերադարձ ունենք, եթե տոհմային կենդանիներ առնեն կամ շնորհակալություն կամ 2%-ով վարկ ենք տրամադրում այդ կենդանիների ձեռքբերման համար, այսինքն բայց ուրիշ հարց է բարձր հողի հետ կապված։ Ես ուզում եմ ուզում եք ինչ անեք։ Ես ուզում եմ հողը ձերն է։ Հողը 6 հեկտար իմ սեփական սա
մի 8 հեկտար էլ վարձակալությամբ Ուզում եք որտեղ անասնակ երաճացնեք, որ անասնակ երաճացնեմ հիմա Բա ինչն է կառավարությունից ինչ է կակնկալում։ ուզում եմ մի քիչ ֆինանսապես ինձ օգնեն։ Հիմա մենք ծրագիր ունենք անասնակերի 50% ծախսերի փոխհատուցում ենք։ Պարոն Պապոյան, շատ ներողություն որ ընդհատում եմ, շատ ներողություն։ Ես ամբողջ կյանքս գյուղատնտեսության մեջ աշխատած եմ։ Մասնագիտությամբ էլ անասնաբույժ վարձակույն ավար։ Մեր մոտ դոհմային անասունները նախքին կովկասյան գործը վատը չի։ Եթե ես այդ բանը Եղբայր չենք հասկանում ոնց որ ասում է անասնակերի աջակցության ծրագիր ունի։ Ես հասկանում եմ, բայց այս բանը չէ կարա մենք ոչ առույթ անենք, ոչ յոնջ անենք, միջև հողը։ Ինչ եք ուզում, բա ինչ եք։ Պետք է հողը մշակվի, որ կակասնեք դրան։ Տեսեք, մշակելու համար մենք ընդհանրապես մշակման ծախսերի 50%-ը փոխհատուցում ենք։ Դուք մշակում եք, համայնք ներկայացնում է մեզ։ Ես այս պահին վիճակի չեմ, ես 32 միլիոն փող եմ ծախսել այդ գոմը կառուցել։ Ես վիճակի չեմ, թեկուզ Եղբայր, դրա տարբերակը այնա, կամ վարկ պետք է վերցնեք, կամ ներդրում, ուրիշ ոնց եք պատկերացնում։ Կամ վարկ պետք է վերցնեք, կամ վարկային աջակցության ծրագիր էլ կա։ Վարկայինը խելացի Այսինքն ուրիշ ոնց եք ես պատկերացնում։ խելացի անասնագոմ կառուցել եմ։ Բա ինչի՞ չեք ներկայացրել փողը փոխհատուցում հետ Ես ստացել։ որ եկել եմ Սարգսյան Տաթևիկի մոտ, ասեց բանով քեզ կօգնենք, բայց այդ օգնելը միջև մի տարի է ոչ մի բան չի լինում։ Ասում մենակ ասում եմ։ Գիտեք խնդրեմն ինչ է։ Ես դրա համար մի խոսույթ ունեմ, ասում եմ լուծվում են ճիշտ ձևակերպված հարցերը։ Ձեր խնդիրը գիտեք որն է այս խոսակցությունից, որ մենք իրար հետ ձեր խնդիրը չենք կարողանում ճիշտ ձևակերպենք, դրա համար լուծում չի ստանում։ Դրա համար մենք տեսեք, եթե հիմա դուք խելացի անասնագոմը կառուցեիք, ի սկզբանե ծրագրի շահառու դառնալով, հենց որ ավարտեի կգային կընդունեին ձեր ծախսերի 50%-ը Եթե 100 գլխանի է 57 միլիոն դրամ ձեզ հետ կվերադարձնեի։ Համա ես 57 միլիոն դրամներ չմեզում, ինձ մի 12 միլիոն։ Եղբայր, հասկացեք, մենք չենք կարող ասենց գրպանից հանենք 12 միլիոն տանք։ ես Կամ պետք է վարկ վերցնեք, կամ պետք է ծրագրի մեջ մտնեք, ծրագրի չենք կարող ուղակի ասենց ուղակի ասեցին քեզ կգցենք ծրագրի մեջ, բայց մի տարի Շատ լավ, պարոն Պապոյան, մի հատ ուսումնասիրեք կոնկրետ դեպքը, հասկանանք ինչից։ Դրա բայց եկեք, քանի որ եթերում ենք, ասենք, խելացի անասնագոմերի ծրագիրը աշխատում կամ հետվճարների ծրագիրը աշխատում ասենց, ինքը մեկնարկից առաջ պետք է գրանցվի էկոնոմիկայի նախարարությունում, որ մենք ծրագիրը ուղեկցենք, տեսնենք, որ ինքը չափանիշներին համապատասխանող նորմալ իրականացվում է, որպեսզի արդյունքում այդ փոխհատուցումը որ չէ գնացել։ Դե բա այդ ենք ասում, Բա որ 1000 ներողություն, 1000 անգամ կներեք, տասնյակ հազար անգամ ներողություն եմ խնդրում, որ մենք այդքան շեշտ ենք դնում կրթության վրա, դրա համար ենք շեշտ դնում, որովհետև փող ծախսելը մենակ արդյունքի չի բերում, պետք է փողը ճիշտ խողովակով, ճիշտ ձևով ծախսել։ Հիմա դուք տեսեք, ասում եք ես 57 միլիոնը չեմ ուզում, ինձ 12 միլիոն է պետք։ Այս նախադասության մեջ արդեն բան կա, տրամաբանական խնդրեմ կա, որովհետև եթե ի սկզբանե աշխատանքը ճիշտ պլանավորվեր, 57 միլիոնը հետ կստանայիք, այսօր 12 միլիոնի հարց չեք գտնում։ Շատ լավ, քննարկեք, տեսեք, հնարավոր, բայց հասկանում եք, կարա պարզվի, որ ծրագիրը մեր սահմանած չափանիշներից այնքան է շեղված, որ մենք չենք կարող փոխհատուցել։ Ինչու՞։ Որովհետև ոչ թե պաշտոնյան չի ուզում, դրա համար կառավարությունը աշխատում է չափանիշով։ Մտավ ծրագիրը չափանիշի մեջ, ստացվում է։ Չմտավ, չի ստացվում, որովհետև այն պաշտոնյան, որ պետք է ստորագրի, ինքը չի ստորագրի երբեք, որովհետև վաղը մյուս օրը իրավապահ մարմինները կգնան կասեն, «Էս չափանիշը էսա»։ Դու այս չափանիշից դուրս ծրագիր ինչի համար ես ֆինանսավորել։ Ես լրիվ ըմբռնում եմ ինֆորմացիա։ Շատ լավ, բայց պարոն Պապոյանը, ես բան չունեմ ասելու, բայց այդ սահմանամերձ գյուղում այդքան աշխատանք անես, իմել ջուրը տանի, ես չեմ կարող։ Հասկանում եմ, էլի, բայց աշխատանքը բովանդակություն է։ Դրա համար ես միշտ 1000 ներողություն մի հատ ուրիշ բան եմ ասում, որ ասում եմ մենք շարժումը գործողությունից պետքա տարբերակենք։ Շարժումը ուրիշ բան է, գործողությունը ուրիշ բան։ Շարժումը էական չի, կարա ոչ պլան ունենա, ոչ բան ունենա, բայց գործողությունը պետքա հստակ պլանավորված է։ Շատ լավ, պարոն Դավթյան, պարոն Պապոյանը, մի հատ նայի տեսնի, կա տարբերակ ձեզ օգնելու, եթե կա տարբերակ, ուրեմն կա տարբերակ, եթե չկա տարբերակ, 10 անգամ է քննարկենք չի լինելու այդ ուրիշ բան պետք է մտածենք։ Պայմանավորվեցինք։
Պարոն Փաշինյան, կարելի է մի բան էլ ես մի հարց ունեմ։ Հա, եւ կարևոր հարց, բարև ձեզ, ինչպես եք։ Մատ այդ բանը է։ Պարոն Փաշինյան, մեր շենքը փլուզվում է մասամբ, վճարային շենք է։ Դες վերցրու։ Ահա։ Փլուզվում է մասամբ, Որտեղ է ձեր շենքը։ շենքի կեսը Պարոն Մարսպես, պարոն Մարսպես։ շենքի կեսը արդեն չի բնակվում։ Շատ լավ տեղյակ է պարոն Մարսպետը, բայց 7 տարի է պարոն Մարսպետը մեզ այդ գործը գլուխ չի գալիս, բայց շենքը Տեսեք, այդ ինչ խնդիր կա։ փլուզվում։ Հարգելիներս, այդ շենքը ինչ սեփականությունն է, ում սեփականությունն է։ Յուրաքանչյուրին է, Հասկանում եք բարև եղբայր։ բայց այնտեղ միասնական համաձայնության վերջնական որ դա մեզ համար Տեսեք, այդ վթարային շենքերի հետ կապված կա ինչ խնդիր։ Կա խնդիր հետևյալը, որ այդ շենքի խնդիրը առաջին հերթին շենքի սեփականատիրոջ խնդիրն է, սեփականատերերի խնդիրն է։ Մենք այսօր ծրագիր ենք անում, բայց պատկերացրեք, չի կա մարդը ունի սեփական տուն։ Շատ լավ։ Շենքի կեսը համայնքին է, կեսը սեփականատեր ունի։ հիմնականում որտեղ բնակիչները կան, իրանց սեփականությունն է, բայց մի մասը այստեղ չեն ապրում։ Շատ դժվար է, պետք է բոլորը միասին մեկ Չէ, բայց նկատում եմ, եղբայր, բայց իրավական Շատ լավ, բայց մենք պետք է հարցի կարգավիճակը հասկանանք։ Մարդը ունի մեքենա։ Այդ մեքենան փչացավ։ Բան է եղավ, անիվները թափվեց, մի րոպե կներեք։ Շարժի չխփեց։ Ով պետք է սարքի այդ մեքենան, կառավարությունը։ Սեփականատերը։ Հիմա խնդիրը հետևյալն է, որ կան վթարային շենքեր, որոնք ունեն սեփականատերեր։ Կառավարությունը չի հրաժարվում այդ խնդրից, բայց այն ակնկալիքը, որ կառավարությունը պետք է ամբողջը բերի բանանի սարքի։ Պարոն Փաշինյան։ Դե լուծում մենք փնտրում ենք հետևյալը։ Մենք նախկինում լուծումներ եղել է, ինչ լուծումներ ա եղել։ Կներեք, դեպքեր ունենք, որ բնակարանի գնման վկայագրեր են տրվել մարդկանց։ Մարդիկ գնացել են այդ բնակարանները առել են, իրանց վթարային շենքից դուրս չեն եկել, ասել են, որ մենք շարունակում ենք մնանք ստեղ ապրել եւ պետության համար դառել է կրկնակի խնդրեմ։ Հիմա որ հանկարծ մի բան է, կարծում Սիսանում տենց դեպք կա, լուծեցինք, մեկը լուծել ենք, մյուսը դեռ մնում։ Հասկանում եք, այդ ինքը պարզ հարց չի։ Մեր այս ընկալումը, որովհետեւ եթե մարդը առանձնատուն է, ուրեմն շենքի պատասխանատուն սեփականատերը անհատնա, այդ կա, բայց որ բազմաբնակարանում է, չկա իրաց թվում է թե այդ շենքի առաջին պատասխանատուն շենքի սեփականատերերն են։ Բաժնային սեփականությունը։ Չնայած հիմա քաղաքաշինության կոմիտեն երկար մենք աշխատում ենք, շատ բարդ է դրա համար առաջ չենք գնում, վթարային շենքերի համար ծրագիր ենք անում մենք, բայց այդտեղ մենք պատկերացնում ենք նույն Երևանում պատկերացնում ենք կոմերցիոն հիմքի վրա, որ վթարային է շենքը, օրինակ Աջափնյակում տեն շատ շենքեր կան։ Մենք ներդրողին քաջալեր ենք, մի քիչ խրախուսենք, մի քիչ ներդրումային բան է արտոնություններ տանք, գա պայմանավորվի, շենքը փառքացու կապանում օրինակը ցույց է տվել, գա ձեր շենքի տեղը կառուցի նոր շենք, ձեզ էլ տեղից բնակարաններ տա, ավել բնակարաններն է վաճառի, իր շահույթը տեղից հարցի լուծում, իրականում փլուզվում է, ամեն օր վտանգ կա։ Դե աշխատում ենք։ Հանրապետությունում բավականին մեծ թվով, տեսեք, եթե այդ վթարային շենքերի թիվը 1, 2, 3, 4, 10 լուծենք, կասենք լավ, բայց եթե չեմ սխալվում, առնվազն 100-ավոր այդպիսի շենքեր կա, քաղաքաշինության կոմիտեում հիմա բանա քննարկվում է հարցը ոնց լուծել։ Մասամբ փլուզված շենքին գոնե առաջնահարկ։ Եղբայր, մենակ ձերը չի Գյումրիում կա տենց շենք, Կապանում կա տենց շենք, Երևանում կան տենց շենք, բազմաթիվ տեղերում կան տենց։ Չէ, բայց եմ ասում, ծրագիր ենք անում, որ ներդրողը գա, ձեզ հետ պայմանավորվի, վերցնի, կառուցի, կամ էլ ուրիշ տարբերակ կա, պետք է պայմանավորվենք, այդ շենքերը քանդենք, բգվներ տանք, մարդիկ գնան ուրիշ տեղ։ Ինչ որ մի բան։ Կարևորը դա բոլորը միասին որոշում։ Խնդրում եմ ականջետը չգցեք։ Չէ, ականջետը գցելու հարց չի, իրականում, բայց երկար զբաղվում ենք այդ հարցով։
երկար զբաղվում ենք այդ, բայց լուծումը հիմա չկա, ոչ թե պատճառը որ մոռանում ենք, ինքը բարդ խնդիր է, բարդ։ Ամեն վարքյան վտանգ կա։ Շատ լավ, Կյանքի։ շատ լավ։ Պարոն Փաշինյան, Հա, Հաջան, Պարոն վարչապետ, գալի է մի հարց բարձրացնել։ իհարկե, Ոչ պատմական իհարկե էլի։ համեցի։ երկու բառ ես Նկարնենք, երեխեք ուզում են նկարնեն, մի րոպե։ բարևեցի, չպատասխանատի նկարվեն հետո, հա։ Բայց